Ադրբեջանը կրկին օրակարգ է բերել ականազերծման հարցը, պնդելով հայկական կողմի տրամադրած քարտեզները ճշգրիտ չեն, իսկ ականների պայթյունից ադրբեջանցիներ են զոհվում։ Վերջին պայթյունը ըստ Բաքվի օրերս է տեղի ունեցել։ Ադրբեջանի 4 քաղաքացիներ են ծանր վիրավորվել, այդ թվում երեխաներ։ 2020-ի պատերազմից ի վեր ականների պայթյունի հետևանքով 392 մարդ է զոհվել կամ վիրավորվել։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին զանգվածային ականապատման համար, որը խոչընդոտում է հետկոնֆլիկտային վերականգնմանը, ինչպես նաև Ադրբեջանի ականազերծման ջանքերը։ Ականապատ դաշտերի բոլոր քարտեզներն են փոխանցվել Բաքվին, այն էլ մի քանի անգամ, վերջինը 2024-ին հակադարձեցին Երևանից։ Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին, Հայաստանը հարցումների միջոցով կազմել եւ 2024 թվականի սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։ Ազգային արտադրության դատարանը որոշում էր կայացրել, որ ականազերծումը եւ ամբողջ այդ գործողությունները, որ կատարվել են, ընդհանրապես չեն ընկնում կոնվենցիայի շրջանակներում, եւ Ադրբեջանը չի կարող նման պահանջներ ներկայացնել, օրինակ հենց միջազգային արտադրության դատարան։ Սա միակ այն հարցն է, որ Ադրբեջանը միջազգային արտադրության դատարանում բավական երկար ժամանակ փորձում էր բարձրացնել, բայց որևիցե ձևով հաջողության չէր հասնում։ Հիմա ինքը փորձում է քաղաքական միջոցներով այս հարցը ավելի բանդարսնի, ավելի այսպես հնչեղություն ձեռք բերեն այս առումով, բայց թե ինչպես կարող է միջազգային հանրությունը քաղաքական տեսանկյունով այստեղ ինչ-որ գործողություններ կիրառել, դա ես որևիցե բան չեմ տեսնում։ Ականների հարցով Ադրբեջանի միջնորդությունը միջազգային ատյանը մերժել է 2 անգամ, վերջինը 2023 թվականի փետրվարի 22-ին։ Արդարադատության միջազգային դատարանը հերքել էր Բաքվի կեղծ մեղադրանքները։ Դատարանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել էթնիկ ադրբեջանցիների իրավունքները։ Այստեղ մենք ոչ թե գործ ունենք ինչ-որ իրավական փաստարկված դիրքորոշման, այլ երևի թե օրվա ռեժիմով, նորանոր փաստարկներ մոգոնելու, նորանոր պատճառներ մոգոնելու քաղաքականության հետ գործ ունենք, որի նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, թույլատնել հնարավոր ճնշումները իր վրա եւ հնարավորինս երկարաձգել այս process-ը, երևի թե հույս ունենալով, որ ինչ-որ պահի կստանա Հայաստանի վրա հարձակվելու այսպես լռելիային համաձայնություն կամ համենայնդեպս չեզոքություն միջազգային հանրությունից։ Որ Ադրբեջանը էսկալացիայի առիթ է փնտրում, փաստում են վերջին շաբաթների ապատեղեկատվական ինտենսիվ հոսքերը սահմանային կրակոցների մասին, որը հայկական կողմը անմիջապես հերքում է։ Փորձագետների կարծիքով ադրբեջանական այս մարտավարությունը նոր չէ։ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չկնքելու պատրվակները զուգորդում է այնպիսի նարատիվների տարածմամբ, որոնք թույլ կտան այո նաև ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ եւ իր փափագած ճակերտավոր կարգավորման տարբերակներին հասնել ուժի միջոցով եւ այդ առումով կազուս բելի ձեռք բերելու համար կարող է նաև այս նպատակադրումը լինել իբրև թե պատճառաբանելով, որ ահա խաղաղ ճանապարհով այդ ականազերծման քարտեզները չեն տրամադրվում, սա ներկայացել որպես այսպես լատենտ ագրեսիա կրկին Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ եւ այդ համատեքստում փորձել ուժ կիրառելու ուրեմն լեգիտիմություն ստանալ։ Ես կարծում եմ, բայց բոլոր դեպքերում Հայաստանի ակտիվ դիվանագիտության ուրեմն շնորհիվ սա այս ուրեմն ջանքերը հաջողությամբ չեն պսակվի։ Միջազգային հանրության հետ ինտենսիվ աշխատանքի շնորհիվ պետք է ձևավորվի միջազգային հետաքննող մեխանիզմ, որ Ադրբեջանի պնդումներն ուսումնասիրվեն։ Սպառազինությունների վերահսկման նման մեխանիզմի Երևանի առաջարկին Ադրբեջանն այդպես էլ չի համաձայնում։ Հռոմի ստատուտի շրջանակներում օրինակ մենք չենք անդամակցել Կամպալային, որը հենց արգելում է ագրեսիայի հանցագործությունը։ Եվ չնայած ներկա
ցուցակագրությամբ այդ Կամպալայի շրջանակներում ագրեսիան միայն տարածվում է ռատիֆիկացնող պետության վրա, այսինքն ռատիֆիկացնող պետությունը ինքը սահմանում է, որ ինքը հարձակման չի գնալու։ Եվ սա կարծում եմ, որ եթե մենք հիմա անդամակցենք այս Կամպալային եւ ճանաչենք ագրեսիայի հանցագործությունը մեր վրա, դա մեսեջ կլինի նաեւ միջազգային հանրությանը, որ մենք չենք պատրաստվում որևիցե հարձակողական գործողություններ իրականացնել Ադրբեջանի դեմ։ Հայաստանը պետք է շարունակի հակընդդեմ առաջարկները, կարծում են մասնագետները, որ միջազգային հանրությանը հերթական անգամ ցույց տան, թե որքան սին եւ անհիմն են ադրբեջանական պնդումներն ու փաստարկները։ Վոլոդիա Մուշեղյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։